Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ես կարող եք հետևել Հայելի Ակումբ եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Երվանդ Բոզոյանը, բարև ձեզ պարոն Բոզոյան, մեր զրույցը ինչպես միշտ կբաժանենք երկու մասի, տարածաշրջան, զարգացումներ եւ նաեւ սպասվելիք ընտրություններ, ինչ պատկեր ունեք, դուք մեր նախնական զրույցում խոսում ենք եւ մեր այդպես էլ վերնագրեցինք թվերով պարոն Բոզոյանը կներկայացնի այն, որ թե ինչու շանս չունի Նիկոլը հաղթելու։ Չգիտեմ, որ թեմայի նախապատվություն կտակ, Իրանի թեմայից սկսենք, թե դուք ասեք, նման տարբերություն չկա։ Մարիամ, որ թեմայից սկսենք։ Իրանի ռմբակոծությունները շարունակվում են, հայտարարություններ տարբեր տեսքի, որ պայմանավորվածություններ եւ բանակցություններ կան։ Ժամանակ էր տվել Թրամփը մենք տեսանք հետո, բայց այսօր էլ երեկ էլ նորից ռմբակոծություններ, հրթիռները իրանական շարունակում են հասնել եւ ոչ միայն իրանական, շարունակում են հասնել Միացյալ Նահանգների դաշնակից երկրների եւ բազաներին եւ ոչ միայն նաեւ Իսրայելի տարածք են հասնում, նեղուցը շարունակում է մնալ իրենց վերահսկողության տակ է շարունակում մնալ, թեպետ Թրամփը հայտարարում է, որ դա ինձ համար մի քանի ժամվա խնդիր է, երբ ուզենամ կբացեմ, նաև այսպիսի հայտարարություններ կան, եւ նաև երեք էր Times-ում գրել էին, որ ամենայն հավանականությամբ ցամաքային գործողություններ կլինեն 10,000-ից հիմա այդպես մոտավորապես 50,000 այսպես օքի կուտակում կա այնտեղ եւ կամ նեղուցի բացման հարցը կլինի կամ որոշակի կղզի կվերցնեն իրենց վերահսկողության տակ։ Ինչ կանխատեսումներ ունեք եւ ինչ զարգացումներ։ Տեսեք, երկու հավանական սցենար կա, կամ ցամաքային գործողությունը արվելու է կամ չի արվելու, չէ՞։ Երկու սցենար։ Հիմա տեսեք, ցամաքային գործողություն անելու հաջողության տարբերակը քննարկենք։ Ուրեմն Իրաքյան պատերազմի ժամանակ 2003 թվականին ամերիկացիները օգտագործեցին 250,000 զորք։ 250,000 զորքի պարագայում էր, որ հնարավոր եղավ Իրաքին ծնկի բերել։ Ընդ որում Իրաքում ապրում էր մոտավորապես 35 միլիոն մարդ, Իրանում այսօր համարյա 3 անգամ ավելի շատ մարդ ապրում, 92 միլիոն մարդ ապրում, եւ այսօր ծոցում կա ընդամենը 50,000 զորք։ 40,000 մշտական զորք միշտ կա Միացյալ Նահանգների կողմից ծոցում եւ 10,000 նոր դեսանտիկներ են բերել, որ պետք է ցամաքային օպերացիա կյանքի կոչեն։ Հիմա երևի դուք գիտեք, որ այս 2 օր առաջ Չիկագոյի համալսարանի հայտնի պրոֆեսորներ Միրշայմերը եւ Փեյփը իրանք հայտարարեցին եւ կոչ արեցին, որ Տրամփը զերծ մնա հարձակումից, որովհետեւ այդ հարձակումը ոչինչ չի տալու, այդ ղարկ կղզին, եթե հնարավոր չի լինի գրավել, որտեւ Իրանը ամեն ինչ կանի, որ իր մեծ զորությունների արդյունքում թույլ չի տա, որ այդ կղզին գրավվի, եւ ըստ էության եթե Միացյալ Նահանգները ցամաքային օպերացիա սկսեն, ապա կմխրճվեն մեծ պատերազմի մեջ, որի արդյունքում կտուժի ամբողջ աշխարհը, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգները։ Ավելին կարող եմ ասեմ, Փեյփը նշում է, որ եթե Միացյալ Նահանգները սկսեն պատերազմը, ապա իրենք կավարտեն այնպես, ինչպես որ ավարտեց Խորհրդային Միությունը Աֆղանստանում, եւ որի արդյունքում Միացյալ Նահանգները կարող է փլվի, ոնց որ Խորհրդային Միությունը փլվեց։ Իր կանխատեսումն եմ ասում, եւ հիմնավորում է, որի տարբերություն Վիետնամի, որտեղ մոտ 55,000 զինվոր զոհվեց Միացյալ Նահանգների կողմից, այստեղ ի տարբերություն Վիետնամից կա Օրմուզի նեղուց, այսինքն Վիետնամը չուներ այդպիսի հնարավորություն։ Այստեղ Իրանը ունի Օրմուզի նեղուցի փակման հնարավորություն։ Օրմուզի նեղուցով անցնում է գազի մոտ 30%-ը, նավթի մոտ 20%-ը աշխարհի, հա, եւ բոլորը կանխատեսում են, որ եթե պատերազմը եղավ, ապա նավթի գինը կհասնի մինչեւ $150, հետո կանցնի մինչեւ $200 եւ ըստ էության բոլոր մասնագետները, տնտեսագետները, կորպորացիաների հայտնի ղեկավարները նշում են, որ եթե եթե նավթի գինը անցավ $170, ամբողջ աշխարհի էկոնոմիկան կարող է պառկի եւ այն ռեցեսիան, որ սկսվի աշխարհում, նման բան չի եղել եւ 1929 թվականի համաշխարհային ճգնաժամը կարող է ծաղիկներ թվալ։ Սա իրենց գնահատականներն եմ ասում, բայց երկրորդ գնահատականը կայանում է նրանում, որ եթե հանկարծ Տրամփը որոշում կայացրեց գրոհել, ապա ըստ էության այդ նավթի գինը կարող է հասնել նույնիսկ մինչև $200, իսկ դա նշանակում է, որ երաշխարհված համաշխարհային ճգնաժամ, դա կնշանակի, որ ամբողջ աշխարհը
շատ ծանր վիճակի մեջ, սովի կմատնեն, բենզինի գնը կթռնի, չգիտեմ ուր, մարդիկ ապրուստի խնդիրը շատ կծանրանա աշխարհի բոլոր ծայրամասերում։ Սա ես ասում եմ այն կանխատեսումները, որոնք հիմա հանդես են գալիս Միացյալ Նահանգների գրեթե բոլոր ազդեցիկ փորձագետները։ Ես հիշում եք, որ ես ասել էի, որ 18 հետախուզական կառույցները Միացյալ Նահանգների, այդ թվում նաև ՑՌ-ում խորհուրդ էին տվել Տրամպին չմտնել այս օպերացիայի մեջ, որով Իրան հրահարեց Իսրայելը, բայց ինքը չլսեց դրան։ Հիմա ինքը հայտնվել է շատ ծանր վիճակում։ Եթե դուք նկատել եք Տրամպը անդադ ասում է, որ ես արդեն հաղթել եմ, ես ուզենամ ինքը մի քիչ լոպազ հայտարարություններ անում, ինքը մանրագալիս հնարավորություն, որպեսզի այս վիճակից դուրս գա։ Ինքը հասկանում է, որ կատաստրոֆայի կենթարկվի մտնի պատերազմի մեջ, բայց Իրանում ինչ արեց Իսրայելը։ Իսրայելը ոչնչա սպանեց Իրանի այն ղեկավարներին, ովքեր որ ավելի չափավոր էին, ովքեր որ պատրաստ էին որոշակի բանակցությունների։ Ինչու տենց արեց։ Իսրայելը սպանեց այդ Իրանի այդ ղեկավարներին, որպեսզի շանս չթողնի, որ Իրանն ու Ամերիկան համաձայնության գան։ Այսինքն շանս չթողնի, որպեսզի խաղաղություն հաստատվի։ Ինչու, որտեղ Իսրայելը ասում է, թե հիմա Իրանի հետ ինչ-որ համաձայնության գա, ուրեմն Իսրայելը կկործանվի, որտեղ եթե այդ համաձայնության արդյունքում Իրանում ոչ մի բան չփոխվի, ապա Իրանում էլ ավելի կուժեղանա, Իսրայելի վիճակը շատ ավելի կվատանա, իսկ հիմա դուք գիտեք, որ վերջերս էլ Իսրայելի գլխավոր շտաբի պետի եւ Մոսադի ղեկավարի մեջ մեծ հակասություն առաջացել, որտեղ գլխավոր շտաբի պետը մեղադրել է Մոսադին, որ ինքը սխալ սուտ ինֆորմացիա տվել Իսրայելի վարչապետին, որի արդյունքում այսօրվա դրությամբ իսրայելական հրթիռների ավելի քան 80%-ը, 85%-ը արդեն սպառվել են, չունի արդեն այլևս։ Այսինքն ինքը պետք է Ամերիկայից ստանա, իսկ Ամերիկան էլ իր հսկայական պաշարներ ինքը վաճառել էր արդեն Ուկրաինային եւ ինքն էլ չունի եւ առաջացել է շատ լուրջ ճգնաժամ։ Իհարկե ռազմական իմաստով իրանք կարելի ասել հաղթանակ են տարել Իրանի հանդեպ, բայց քաղաքական իմաստով իրանք խորը ճգնաժամի առաջ են կանգնած, որ եթե հանգարց իրենք սկսեն նոր փուլ պատերազմի, ապա դա կավարտվի շատ տխուր ճանապարհով։ Այլ խնդիրը, որ Իրանը շանս չի տալիս Իրանի Միացյալ Նահանգներին Տրամպին, որպեսզի ինքը մի քիչ արժանապատիվ ձևով դուրս գա այս պատերազմից։ Իրանը ասում է, որ քանի որ դուք ինձ մեծ վնաս եք տվել, դուք պետք է կոմպենսացնեք այդ ամեն ինչը։ Ես պետք է Օրմուզի նեղոցով արդեն գին վճարեմ, փող հավաքեմ, որպեսզի կանեմ էկոնոմիկան զարգացնեմ։ Ես պետք է կարողանամ արդեն նույնիսկ հիմա քննարկում են պաշտոնապես Իրանի խորհրդարանը արդեն որոշում է ընդունում, որ Օրմուզի նեղոցից ինքը արդեն փող վերցնի։ Դուք պատկերացնում եք, առաջ տես բան չկար, չէ՞։ Հիմա ամերիկյան բոլոր շրջանակներն ասում են հարգելի Տրամփ, դու ուզում ես լավ բան անել, ավելի վատ բան ստացվեց, աշխարհի համար վատ բան ստացվեց, հա։ Հիմա Տրամփը մտածում է նոյեմբերի կոնգրեսի ընտրությունների ժամանակ կարող է ջախջախվի հանրապետական կուսակցությունը, եթե այս վիճակից ինքը ինչ որ ձևի դուրս չգա։ Ուրիշ տարբերակ չէ, եթե ինքը հանգարց պատերազմի մեջ շարունակեց, ոչ միայն հանրապետական կուսակցությունը կջախջախվի, Ամերիկայի էկոնոմիկան կարող է ջախջախվի։ Այսինքն սա շատ վտանգավոր վիճակ է, թե ինչ կլինի, թե ինչ չլինի, չեմ կարող ասեմ։ Ավերածությունները շարունակում են, բայց դա արդեն այդ ավերածությունները ավելի քիչ ֆոնային process է գնում հիմա։ Մեծ ուժեղ հարվածություններ չկան հիմա։ Որոշումը իմ կարծիքով ինքը ասել է մինչև ապրիլի 5-ը, բայց իմ կարծիքով որոշումը կկայացվի ուրբաթ երեկոյան կամ շաբաթ առավոտյան։ Ինչի։ Դե դուք հիշում եք այս փետրվարի 28-ին չէ՞ սկսեց այդ օպերացիան։ Էլի շաբաթ առավոտյան էր։ Արդեն 1 ամիս է։ Հա, արդեն 1 ամիս է։ Ինչու, որովհետև ուրբաթ երեկոյան բոլոր շուկաները փակվում են։ Շաբաթ-կիրակի շուկաները չեն աշխատում։ Եվ սովորաբար Միացյալ Նահանգները որոշում են կայացնում ինչ-որ գործողություն անել այն ժամանակ, երբ որ շուկաները փակվում են, որտեղ գործողության ժամանակ շուկայում պանիկա առաջ։ Եվ իրանք այդ շանսը ուզում են օգտագործեն, որ շաբաթ-կիրակի այդ 2 օրը նենց անեն, որ պանիկան այդ 2 օրվա վրա գա, որ շուկաները չազդի։ Այսինքն հիմա Տրամպը ինչ էլ որոշում կայացնի, որոշումը կկայացվի կամ ուրբաթ երեկոյան, կամ շաբաթ առավոտյան։ Այսինքն այդ ժամանակ կիմանանք հիմա ինքը քայլ անում է, թե չի անում։ Եթե ինքը չարեց, դա արդեն 3 այդպիսի ուրբաթ-շաբաթ ունեցել ենք։ Հա, դե ինքը տվել էր հնարավորություն մինչև ապրիլի 5-ը։ Ապրիլի 5-ը գալիս է դուք հաշվի եք 31-ն է այսօր 4-5 մոտենում է 4-5 դա 4-5 է գալիս, այսինքն ինքը փաստացի շաբաթ առավոտյան կամ ուրբաթ երեկոյան որոշումը պետք է կայացվի, իսկ ինքը որոշում կայացրեց պատերազմը շարունակել, ցամաքային գործողություն անել, ապա նավթի գինը կթռնի մինչև վերև ու կգնա վերև, որտեղ այդ պատերազմից ինքը չի կարող դուրս գա արդեն, որտեղ այդ ամերիկացի զինվորներ մասսայաբար զոհվեցին,
ինքը էլ չի կարող դուրս գա արդեն իրան կպատժեն պրոստը բարձր impeachment անել ինքը արդեն Վենսին բերեց այդ առումով առաջին պլան որպես բանագնաց ինչ որ մի պահ Վենսին բերեց որտեղ պատերազմի նախարարի վրա գծեց այո չեն հավատում հիմա գնում է ինչ որ ինքը գնում է ինչ որ փոփոխության Վենսը ավելի բան է չէ ընկալում Տրամպը հիմա էս իրականությունն ասեմ Տրամպը երազում է անկեղծ նպատակում է որ ինքը ոնց անի տակից դուրս գա բայց հայտարարի որ ինքը հաղթել է իրան պետք է որ ինքը հայտարարի հաղթել է ինքը տեսեք ինչ կապիկություններ անում ասում է ես արդեն այնտեղ ռեժիմը փոխել եմ ոչ մի բան չի փոխել բայց ռեժիմը փոխել է ասում այնտեղ արդեն ղեկավարներ չկան ես ինձ առաջարկում եմ որ ես այաթոլլա դառնամ բայց ես չեմ ուզում դառնամ ասես մեծավոկաբար ինքը կատակներ է անում այդ կատակների մեջ երևում է որ ինքը լավ նյարդայնացած վիճակի մեջ է որովհետև իրան խաբել են իրան ասել են որ եթե մի քանի օրվա ընթացքում մենք երկու շաբաթ կանենք մի անգամ ռեժիմ կփլվի ժողովուրդը կբողոքի դուրս կգա բան պարզվեց որ բան չկա Պարզվեց որ օպոզիցիան որի պրտետ պետք է դուրս գալ փողոց այդ օպոզիցիան գոյություն չունի այսինքն ինչի գոյություն չունի շատ պարզ երբ որ քեզ ռմբակոծում են նույնիսկ եթե դու դժգոհես ռեժիմից դու ոնց պետք է դուրս գաս ասես կեցե ռմբակոծությունները հասկանում ես չէ դա կներեք կատարել ամբողջունակություններ տենց հաշվարկներով մտնել խաղի մեջ բայց քանի որ Նյատանյահուն օբյեկտիվորեն ինքը 3 քրեական գործ կար իր վրա ինքը իրան շահավետ էր այդ պատերազմը որպեսզի պատերազմի ֆոնով ինքը չդատվի ինչպես որ Զելենսկին ինչպես որ Փաշինյանը այդ մարդկանց դասակարգի այդ ներկայացուցիչները իրանք ավելի շատ իրենց անձնական շահի մասն են մտածում քան երկրի շահի մասն են մտածում ինքը հրարեց այս process-ը համոզեց Տրամփին որ ինքը մտնի այդ ամեն ինչի մեջ հիմա կրակնակցե Տրամփին հիմա Տրամփը չգիտի տակից ոնց դուրս գա բայց Նետանյահուն նաև իր ժողովրդին է վնաս տվել որովհետև Իսրայելում գիտեք ինչ վիճակ է առաջացել ամեն օր մարդիկ օրը մի քանի անգամ մտնում են ասենք չգիտեմ պաշտպանվելու համար բազմաներ են մտնում բանը մտածից դա արդեն դառնում է անտանելի կյանք նորմալ մարդիկ արդեն չեն կարող 10 միլիոնից Իսրայելից կարող է պետք է արդեն մարտահրավեր սկսվի ասենք որովհետև մարդիկ չեն ուզում անընդհատ այս պերմանենտ վիճակի մեջ մնալ մանավանդ որ դու վերացրել ես 92 միլիոնից երկրի ղեկավարությանը որոնք էլ փաստորեն վրեժխնդրություն ունեն արդեն քո նկատմամբ սա կատարյալ ավանտյուրիզմ էր Իսրայելի այսօրվա վարչապետի կողմից որ սեփական ժողովրդին վնաս տվեց սեփական ժողովրդին եւ ներկայացրեց ամերիկացիներին այս ամեն ինչի մեջ եւ որի արդյունքում էլ հիմա ունենք Միշայմերը հայտարարում է որ Տրամպի նախընտրական արշավի 2/3-ը տվել են հրեական շրջանակները դրա համար ինքը պատանդի կար այդ բանը տենց բանը հայտարարում հիմա բայց այդ հայտարարությունները նաեւ ազդում են ամերիկյան շրջանակների վրա նույնիսկ խոսակցություն կա որ գալիք ընտրությունների ժամանակ արդեն հանրությունը տեսնել է թե որ հրեական շրջանակում է տալու որ միանգամից արդեն բացասական գնահատական տա սա նույնիսկ եմ ասում հրեական շրջանակներին հրեա ժողովրդին ամենամեծ վնասը տվեց Նյատանյահուն եւ անուղակի նաեւ Տրամպը որը թվում է թե իրանք ուզում էին այդ ժողովրդին լավ բան անեին բայց շատ վատ բան արեցին ինչպես որ Զելենսկին ասում էր որ ես էս Ուկրաինայի համար sense կանեմ բայց այդ ժողովրդին ինչ է, այդ ժողովուրդը պաստորեն ծանր վիճակի մեջ է, պատերազմական վիճակ, տարածքների կորուստ, միլիոնավոր մարդկանց մահ, բան։ Ընդհանրապես այն մարդիկ, որ գալիս են տենց լոզունգներով, վերջում ճիշտ հակառակն են անում։ Տեսեք, Փաշինյանը եկավ ասեց, բերում եմ խաղաղություն, սոցիալական արդարություն, բերես ճիշտ հակառակը, բերես պատերազմ, սոցիալական ճճաճող անարդարություն, չէ՞։ Ինչ երկ ունի դուրս գալու Թրամփը այս ամեն ինչից։ Ես sense ձևակերպեմ ցանկացած կարող է կղզին վերցնել իսկ շանս ունի այդ կղզին վերցնելու տեսեք դիցու կացենք այդ կղզին վերցնել դե գոնե կհայտարարի ես տեսեք այդ կղզում տեսեք այնտեղ մի քանի կղզիներ կան որ ստրատեգիական նշանակություն ունեն այդ կղզի արժեքը կայանում է նրա մեջ որ այնտեղ Իրանի նավթարարությունաբերական համակարգի 90% այդ կղզում է հիմա եթե վերցեցինք պատկերացրեք Հիմա Իրանը ռմբակոծեց այդ կղզին, այդ 2500 զինվորը սպանվեցին, դա կսպանվեն, դա միանշանակ է, չէ՞, ամերիկյան զինվորները կսպան։ Իրանն էլ իր համակարգը կոչնչացնի։ Եթե ասեց ինքը հայտարարել է, եթե իմ համակարգը վնասվեց, ես վնասելու եմ տարածոցի բոլոր երկրների նավթարարությունաբերական համակարգերը։ Դա կնշանակի նավթի համաշխարհային ֆանտաստիկ ճգնաժամ, համաձայն ես սրա հետ։ Ֆանտաստիկ ճգնաժամ։ Այսինքն երկու Բայց մյուս կողմից ասում են ռազմական ամբողջ արսենալը ոչնչացրել են բուն, բայց շարունակում են իրանցի կրակել, մի քիչ անհասկանալի է, չէ՞, իրենց հայտարարությունները ասում են մենք արդեն 13000 Ես քեզ մի հատ խորհուրդ տամ, ընդհանրապես աշխարհում բոլոր երկրների ռազմական ժամանակ բոլոր երկրները դառնում են Արծուն Հովհաննիսյաններ։ Բոլորը
Դա լինի դա Ռուսաստանին վերաբերում, Ուկրաինային վերաբերում, եթե Ռուսաստանին լսենք, ապա Ուկրաինան արդեն հողի պետք է հավասարացնի, եթե լսենք Ուկրաինային, պետք է արդեն Ռուսաստանը չլներ, եթե լսենք Ամերիկաստանին, ապա պետք է Իրանը արդեն պետք է գոյություն չունենա, եթե լսենք Իրանին, ինքը անընդհատ հայտարարում է, որ հեսա Իսրայելը վերանալու է։ Այսինքն ուզում ասեմ, որ այդ չէ, բայց բոլոր դեպքերում կա լուրջ մամուլ, կա լուրջ վերլուծաբաներ, լուրջ մամուլը ասում է, լուրջ մամուլը ասում է, որ ստեղ ռազմական լուծում գոյություն չունի։ Լուրջ փորձագետներ ասում են ռազմական լուծում գոյություն չունի, բայց մի հատ վտանգավոր բան առաջ եկել։ Ուրեմն տեսեք, այս նոր համաձայնության համար պետք է որ Իրանի կողմից լինի կամք, որ իրանք համաձայն են ստեղծել, բայց Իրանի բոլոր ազդեցիկ շրջանակները սպանվել են արդեն, Իսրայելի կողմից դիտավորյալ։ Իրենց պարլամենտի նախագահը կա, որ ինքն է հիմա ամենավան կերպարը։ Լարիջանին է վերջում մնացել է Լարիջանին եւ ինքը չունի են հեղինակությունը քսիրի վրա, որ ուներ Լարիջանին։ Հասկանում ես ի՞նչն է խնդիրը։ Արդյունքում ստացվել է այնպես մի հատ վիճակ, որ Իրանում այսօրվա վերնախավը ինքը ռազմատենչ է տրամադրված եւ ինքը ուրախ ասում է, ուզում եմ մինչեւ վերջ պատերազմեմ ամերիկացիների հրաների դեմ, այսինքն իրանք տենց են տրամադրված։ Այդ մարդկանց ոնց պետք է դու բերես կոմպրոմիսի։ Ես չեմ կարող։ Այնտեղ նաեւ Խամենեի որդին կա, հիմա չգիտեմ ինչ Խամենեի վիճակում որդին է։ կիսամեռած վիճակի մեջ է, ինքը արդեն գործոն չի, հաշվեք, ասենց։ Խամենեի որդին դա մանեկեն է, իրականում իր անունից են սա որոշումները կայացնում, չկա տենց մարդ։ Կա իրականում մանեկեն, իրան որդուն կիսամեռած մարդուն ընտրեցին որպես մեսիջ ամերիկացիներին, որ մենք ավելի կոշտացնելու ենք մեր դիրքորոշումը։ Սա ես նույնիսկ եմ ասում, շատ կատաստրոֆիկ վիճակ է, լավագույն տարբերակ, երկու վատ տարբերակ կա, չայրած փոքրագույնը կլինի այն, որ Տրամպը փաստացի խոստովանի, որ ինքը սխալ է արել եւ դուրս բերի այդ process-ից եւ ինչ որ փորձի կոմպրոմիսներով, ինչ որ գնազիջումների պարսիկներին այս պատերազմից դուրս գա, որ ես չգիտեմ ինչքանով դա դժվար կլինի, հեշտ կլինի, բայց այդ ճանապարհն է, ուրիշ ճանապարհ չկա, եթե գնա ինքը համակային գործողությունների ճանապարհով, ես ասում եմ թե տիեզերական կատաստրոֆա լինելու ամբողջ աշխարհի համար, տիեզերական կատաստրոֆա։ Ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Ավելին կարող եմ ասեմ, ես մեր ժողովրդին ուզում ասեմ, որ այդ տիեզերական կատաստրոֆային սովորաբար նման տնտեսական կատաստրոֆաներին բերում են նաև համաշխարհային պատերազմներ, այդ համաշխարհային պատերազմը անպայման չի որ միջուկային զենքով լինի։ Հասկանում եք, եւ այս պարագայում ես ուզում եմ հիշեցնել, որ առաջին համաշխարհային պատերազմում մենք կորցրեցինք, մենք ցեղասպանության ենթարկվեցինք 300,000։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեր բախտը բերեց, որտեղ մենք այլ երկրի մեջ էինք եւ այդ վտանգը չեղավ։ Երրորդ համաշխարհային պատերազմում մենք հիմա կանգնած ենք էլի էկզիստենցիալ վտանգների առաջ, որովհետեւ ճիշտ է մենք ունենք պետականություն, բայց մեր պաշտպանվածության վիճակը շատ քայքայված վիճակի մեջ ենք մենք եւ այդ իմաստով մենք պետք է բոլորս հասկանանք, որ մենք լրջագույն վտանգի առաջ ենք կանգնած եւ այդ վտանգը մեծ մասը չի հասկանում, որտեվ այս մտածողությունը չկա մեր քաղաքական վերնախավի մոտ։ Քաղաքական վերնախավը այլ կյանքով է ապրում, իրական վտանգները բավականին մնացել են եւ արդյունքում հասարակ մարդը չի ապրում այդ վտանգներով, իրան թվում է թե Իրանի այդ process-ները ոնց որ Մոզամբիկում լինեն կամ ոնց որ Վենեսուելայում լինեն, տարբերություն չկա։ Մարդը չի ապրում այդ բանը, ինքը չի այդ վախի զգացողությունը չունի, որտեղ քաղաքական վերնախավն էլ է զգացողություն։ Քաղաքական վերնախավը թքած ունի թե Իրանում ինչա կատարվում։ Իրան հետաքրքիր է իր անձնական շահը, իր ընտրությունը, իր տեղը բանում այդ անձնարարը, իր բան ցուցակում թե որտեղ կլինի, իր դիրքը, իր պաշտոնը ինչ կլինի բան, էս է քաղաքական վերնախավը, բայց այս քաղաքական վերնախավը նոր չի ձևավորվել այդպես, Անժելա ջան։ Այս քաղաքական վերնախավը ձևավորվել է այս 30 տարիների ընթացքում, որտեղ մենք ստացանք պետականություն, բայց ձեր չբերեցինք լուրջ մակարդակի 200 տարվա, 1000 տարվա պետություններ են, պետականություն ունենալով Ֆրանսիա, Անգլիա, տեսեք ինչ ճգնաժամը ապրում այդ քաղաքական վերնախավը։ Թքած կպցրած 30 տարի հազիվ դուրս ենք եկել, հիմա գնում գալիս եք ասում եք, ասեք որ նաև այդ լիքը դրական բաներ էլ է, չէ՞ եղել այդ ժամանակ։ Քաղաքական ինչ վիճակա է հիմա Ֆրանսիայի քաղաքական վերնախավը։ Ինչ վիճակա է հիմա Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավը։ Դե գնահատեք։ Ճգնաժամները ուրիշ պատճառով են։ Ընդդեղի ճգնաժամները ասեմ ինչով պատճառով են, նայեք տեսեք։ Ընդդեղի ճգնաժամները օբյեկտիվ բնույթ են կրում։ Ինչի՞, որովհետև ֆրանսիացիները միշտ սովորել են որ պետք է լավ ապրեն, ասենք չինացիներից, բայց այսօր երկու անգամ ավելի քիչ են աշխատում կամ չինացիները։ Հիմա չինացիները պայմանական եմ ասում,
Չինացիները իրանց ապրանքները ավելի մրցունակ են, քան ֆրանսիացիները, ես օրինակ եմ բերում, հա։ Արդյունքում հիմա առաջացել է մի իրավիճակ, Չինաստանի հնան մեկ շնչի վրա $13,000 է կազմում, ֆրանսիացու մոտ $48,000 է կազմում, բայց ֆրանսիացին չի արտադրում այն ապրանքը, որը կարողանա մրցի Չինաստանին։ Դա մեկը մյուսը, Դա հիմա որ որը Եվրոմիության կամ Ֆրանսիայի մյուս երկրի Իմաստեղ էլիտային իրանց գործիչներ վերնախավը- ձեր լացը չի գալիս, թե ինչ Իրանց վիճակում։ ասեմ, իրանց այդ վերնախավի իրավիճակը օբյեկտիվ բնույթ է կրում, որովհետև չկա այդպես մարդ ելնի ասի գիտեք ինչ հարգելի ֆրանսիացիներ ջան, մենք պետքա հիմա ավելի երկար աշխատենք, ավելի քիչ ստանանք, Օբյեկտիվը օբյեկտիվ չի, փաստա։ Սպասեք, օբյեկտիվը օբյեկտիվ չի, փաստա չէ, որ իրենք այդպեսի ճգնաժամի առջև են կանգնել։ Հիմա մենք էլ կարող ենք հազար մի բան ասել, թե ինչի ունենք այսպեսի։ Այս իրավիճակում պետք է մեկը երկրել։ Շատ լավ։ Դուք ասեցիք, որ թվերով կարող եմ ներկայացնել, ինչու չի, ինչու է պարտվելու Նիկոլ Փաշինյանը։ Խնդրեմ։ Տեսեք, հիմա տեսեք։ Ուրեմն մաթեմատիկ եմ մասնագիտությամբ, կիրառական մաթեմատիկան եմ ավարտել։ Տեսեք, 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը թիմը հավաքել է 688,000 ձայն, մոտավորապես 54%, մասնակցել է ընտրողների 49%, 49%, այսինքն մոտավորապես 1,250,000 մարդ մասնակցել է, մոտավորապես 48% հավաքել է, ինք հավաքել է կլորացնենք 700,000 ձայն։ Ուրեմն բոլոր հաշվարկներով, բոլոր տիպի հաշվարկներով մենք գիտենք, որ վարչական ռեսուրսը անկախ նրանից թե ով կղեկավարի, Փաշինյանը կղեկավարի, Քոչարյանը, Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը կամ ինչ-որ երրորդ մարդ, վարչական ռեսուրսում կա մոտավորապես 200,000 մարդ, որը միշտ ավանդաբար իշխանությանն է տալիս, հա։ Եթե մենք այս 700,000-ից հանում ենք 200,000-ը, ստանում ենք, որ Փաշինյանի ձայները մաքուր ինքը ունեցել է 500,000 ձայն 21 թվականին, ու պլյուս 200,000-ը բնականաբար։ Հիմա մենք մեր թիմով ուսումնասիրություններ ենք անցկացնում եւ արդեն ավարտել ենք ուսումնասիրությունները, դեռ ամբողջական հաշվարկները չկան, մի քանի օր պետք է լինի, որ մենք ամբողջ հաշվարկենք։ Դա մեր համար է, հրապարական համար չի։ Երևանում, մարզերում, տարբեր տիպի մայթում եւ խոշոր մարզերում, ասենք Արմավիրում, Գեղարքունիքում, Շիրակում, որոնք խոշոր մարզեր են, ասենք այնտեղ մոտավորապես ընտրողների քանակը մոտավորապես 60,000, 55,000, այդպես խոշոր, հա։ Այդտեղ ուրեմն Փաշինյանը ունեցել է 21 թվականին մոտավորապես 60-ից 65% ձայն։ Ասեմ ձեզ, Արմավիրում ունեցել է 65% ձայն, Գեղարքունիքում ունեցել է 65% ձայն, բանում Շիրակում ունեցել է 65% ձայն, բանում իսկ Տաուշում ունեցել է նույնիսկ 67% ձայն։ Ասեմ ձեզ 41% ձայն ունեցել մենակ Երևանում, մնացածներում 50 քանի տոկոս տենց էլի, որի արդյունքում հավաքվել է 54 միջինը։ Հիմա տեսեք, բոլոր այն խոշոր մարզերում, որտեղ ինք ունեցել է 60-ից 65% ձայն, կիսվել է իր ձայները։ Բարից բունի իմաստով հիմա որ դուք հիմա ցանկացած պատահական վիբրկայով գնաք հարցում անեք, Արմավիրում, Գեղարքունիքում, բանում իր ձայների տոկոսը կազմում է 30-ից 35%։ Ես ուղղակի անկեղծ եմ ասում։ Ընդ որում ավելին կարող ասեմ, Շիրակում Գյումրիի ընտրության ժամանակ, որ ինքը հավաքեց 36%, դրա վառ ապացույցն է։ Ընդ որում, տեսեք, այս այստեղ որ 36%, տեսեք հիմա ասեմ, 36%, որ ինքը հավաքեց այդտեղ, հավաքեց զուտ այն բանի պատճառով, որտեղ նաև մեծ ռեսուրս օգտագործեց, չէ՞, վարչական ռեսուրս օգտագործեց։ Իսկ եթե ինքը ռեսուրս չօգտագործել, ինքը կգնար արդեն ստատիստիկ մոտավորապես 20-25%-ի կհասներ, որտեղ Գյումրիում շատ ավելի ուժեղ անկում ապրեր, ամոթ կամ մյուսների տեղում։ Ինչ վերաբերում է Վաղարշապատում ընտրությունների ժամանակ խոշոր իմաստով ընդդիմության մեջ մի հատ խոշոր միավորում մասնակցեց եւ երկու փոքր միավորումներ մասնակցեն, որոնք մեկը անցավ, մյուսը չանցավ։ Մայր Հայաստանը անցավ, Վանեսյանի թիմը չանցավ։ Իսկ խոշորներից մենակ մի հատ խոշոր մասնակցեց։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ 3 խոշոր միավորում կա, որոնք ընդդիմության մեջ, որոնք օբյեկտիվորեն, այսպես ասած, կարող են մրցել, դա Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, միավորումներն են։ Այդ 3 միավորումները իրար հետ միասին Նիկոլ Փաշինյանի թիմին ուղղակի գերազանցում են համարը 2 անգամ, sense ձևակերպ։ Հիմա թվերն ասեմ, եթե 2 անգամ է իջնում արդեն, չէ, 500,000-ը որ բաժանում ենք 2-ին մոտավորապես 250,000, չէ, 250,000 ձայնին որ գումարենք այն 200,000-ը, դառնում է 450,000 ձայն։
Այսինքն 450-ը կգա ընտրությունները կտեսնեք։ Իրա այսօր Նիկոլ Փաշինյանի ստատիկ թիվը դա 450,000 ձայնն է։ Եթե նույն չհացավալի մարդ մասնակցի ընտրության, Հիմա կազմա տեսեք, քանի տոկոս։ 450,000 ձայնի Ձեր ասած պարագայում։ 30 Հիմա տեսեք, նույնիսկ եթե ինքը մասնակցի ընտրությունների, ասենք ոնց որ նախկինում 49%-ն է մասնակցել, չէ՞։ Միևնույնն է 1,250,000-ի մեջ 450,000-ը, եթե հիմա հաշվենք, տեսնես, էլի։ Հիմա հաշվենք մոտ, ուրեմն 450,000 բաժանում ենք 1,250,000-ի գալիս է 36%։ Այսինքն իր ակտիվը կազմում է 36%։ Հիմա դիցուկ ասենք այդ 1,200,000-ից էլ եթե մենք հանում ենք բանը 20%-ը, պատկերացրեք մեծ թիվ եմ ասում, որոնք փոշիացվել են։ Փոշիացվել են 20%, չէ՞։ Մնում է մոտավորապես գալիս է մոտավորապես 1 միլիոն, ապա գալիս է փաստորեն, տեսեք 1,250,000-ը, որ բազմապատկում եմ 20%, 250,000 հանում ենք 1 միլիոն։ Հիմա 1 միլիոնը, եթե հիմա 450,000-ը բաժանում ենք 1 միլիոնի, գալիս է 45%։ Այսինքն գալիս է 45%, նույնիսկ եթե մասնակցի ընտրողների 49%-ը, նույնիսկ եթե փոշիացումը, որ եղավ 20%, որը շատ մեծ թիվ եմ ասում, հասկանում եք, միևնույնն է Փաշինյանը հավաքում է 45%։ Այսինքն ինքը որևէ շանս չունի վերարտադրվելու, որևէ տեսական շանս չունի։ Ես դա չեմ ասում, որ այդ 200,000-ը որ կա վարչական ռեսուրսի կարող է պտայի տրհովի, եթե իրանք զգում են, որ վտանգ կա։ Նոր մեթոդներ չունեն, նոր մարդիկ գրանցեն, ինչ-որ բաներ անեն հնդիկի չկա։ Ավելին կարամ ասեմ, կարող են անել։ Ավելին կարամ ասեմ, ավելի տեսեք հիմա։ Հայում ինչ-որ բաներ, չէ, չկա տես բան, չկա։ Հիմա տեսեք, հիմա ես ուրիշ բան էլ ասեմ։ Պատկերացրեք, որ այն 51%-ը, որ չի մասնակցել, չէ՞, չի մասնակցել, որովհետև չի տեսել իր տեխնացուն։ Մենք էլ ենք դա տեսնում, ուսումնասիրում ենք, ասում ենք չենք տեսել ոչ նրան, չէ։ Հիմա որ նոր խաղի մեջ են մտնում, ասենք, նոր մարդիկ են խաղի մեջ մտնում, չէ։ Ուրեմն դրանցից մի մասը կարող է տեսնի, համաձայն ես տեսականորեն, այսինքն դա արդեն ավելացնում է այդ սիտուացիան։ Ընդունում ես այդ սիտուացիան, այդ բանը։ Հիմա հաջորդը այն 250,000-ը, որը հիասթափվել է Փաշինյանից, այն 500,000-ը, 250,000-ը, չէ։ Այդ 250,000-ի ակնհայտ ինքը հիասթափվել է, ինքը Փաշինյանին չի ընտրելու։ Մի մասը կարող է պատահի էլի գնա ընտրի ինչ-որ մի հատ ընդդիմադիրի, չէ։ Մի մասը կարող է ընդհանրապես չմասնակցի ընտրություններին, տենց էլ ասում են իրանք։ Մի մասը ասում է մենք չենք մասնակցելու, որովհետև հիասթափվել ենք, մընտրեցինք, տեսանք, որ ոչ մի բան չի ստացվում, չենք գնա ընտրության, որպեսզի մեզ երկրորդ անգամ չխաբվենք։ Մյուս մասը ասում է, չէ, ես հիասթափվել եմ, բայց հիմա մենք նոր դեմք ենք տեսնում կամ նոր այն հին դեմքերը, որ մենք բան ենք արել, իրանց ենք տալու, տենց են ասում նայ։ Այսինքն փաստացի կարելի ասել, որ այս 250,000-ի մի մասը չի գնալու ընտրության, բայց կուզենար գնալ տեսներ մարդու։ Մյուս մասը գնալու է տալու է Փաշինյանի հակառակորդներից որևէ մեկին, ակնհայտ։ Այսինքն ուզում եմ ինչ եմ ասում, որ նույնիսկ եթե, բայց բոլոր կանխատեսումներ ցույց են տալիս, որ այս ընտրությունների ժամանակ 50%-ից ավել է մասնակցությունը լինելու։ Այսինքն դա 50%-ից ավել դա ինչ է նշանակում, որ ավելի շատ մարդ, որը չէր մասնակցել մտնելու է խաղի մեջ, եւ նույնիսկ այն մարդիկ, որոնք հիասթափվել են, չեն մասնակցելու, դրանց քանակն ավելի քիչ է, քան որ այն մարդիկ ուզում են մտնեն խաղի մեջ։ Դա նշանակում է, որ այս իշխանությունը երաշխավորված պարտվելու է, բայց ինք ունի մի հնարավորություն, որն է հնարավորությունը, ես հետո քեզ կասեմ, հրապարակապ չեմ ասում։ Այո, այս հասկացա ինչ եք ասում, դա մի կողմից, բայց լավ մտքից թելը կտրվեց ու դրա հետ կապված ուրիշ բան է ասում։ Դա արդեն ուրիշ ֆորս մաժորա դառնալու, որը առանձին քննարկման թեմա է։ Հիմա դրա ուսումնասիրությունն է։ Այս ընթացքում, պարոն Ղոսյան, այս 5 տարիների ընթացքում ինքը մեծ արտաքին պարտք է բերել, ճիշտ է։ Եվ դուք եք ասում, որ բանկերը ստացել են գերշահույթներ եւ այլն, եւ ձևավորվել են, առաջ են եկել, որ չեն ներվում առերուտ, բայց կան մեծ օլիգարխներ, որոնք հիմնականում ծառայելու են, որտեղ Նիկոլ Փաշինյանի ժամանակ են դարձել միլիոնատերեր, միլիարդերներ եւ այլն։ Պարզապես շահառուներ ունեն եւ այնտեղ այդ գումարները որ բերել են, ինչ որ մեծ հատված նաեւ հարստություն է դիզել։ Այս շերտը ավելի ակտիվ չի լինի եւ չի կարողանա այնտեղից մարդներ գրավել բերել։ Չէ, ասեմ ինչի, որովհետեւ տեսեք, այդ միլիարդները բարձր իրար մեջ է բաժանվել եւ նախ եւ առաջ ես մի հատ բան ասեմ, շատ լավ հարց եք տալիս, պատասխանեմ։ Տեսեք, ուրեմն մեր ժողովուրդն էլ պետք է իմանա, որ այս ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Հայաստանի տնտեսությունը գրեթե 2 անգամ մեծացավ։ Հիմա 29 միլիարդ դոլարանոց տնտեսություն ունի Հայաստանը։
բայց այդ 29 միլիարդ դոլարի տնտեսության պարագայում պետք է որ մարդկանց կենսամակարդակներ երկու անգամ բարձրանար, միջին դաս պետք է կայանար, չէ՞, բայց ինչ պարզվեց, որ այս դրա արդյունքում բանկերի շահույթը միլիարդ է 100 միլիոն դոլարից դարձավ 1 միլիարդ 100 միլիոն դոլար, այսինքն 11 անգամ մեծացավ։ 11 անգամ բանկերը մեծացան իրանց բաները, բայց այդ բանկերի շրջանառությունը որ մեծացել են, դրանց ճնշող մեծամասնությունը հիմնականում զբաղված է պարալելի բիզնեսի բանի մեջ, այսինքն ռուս-ուկրաինական պատերազմից ապրանքը բերեն, ապրանքը տանեն, ոչ թե տնտեսություն զարգանալ, ոչ մի բան, այո։ Այսինքն Հայաստանի տնտեսության վրա ոչ մի զրոյական ազդեցություն է տալիս։ Բայց այդ տանողը տեսեք, այս մարդիկ հսկայական փող են աշխատում։ Հիմա, եթե նորմալ իշխանություն լիներ, օրինակ եմ ասում, եթե այսօրվա իշխանության տեղը մի հատ նորմալ իշխանություն կասեր, հարգելի բանկեր, քանի որ դուք ձեր շահույթները 11 անգամ մեծացել է, նորմալ է որ մեծացել է, դուք ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում շահել եք։ Ուրեմն դուք պետք է պրեֆերենցիաներ տաք մեր հասարակությանը, մեր ժողովրդին, քանի որ ձեր շահույթը ոչ մի կապ չունի մեր երկրի զարգացման հետ, ապա ձեր պետք է մեր բանը վարկերը իջացնեն ժողովրդի համար, ձեր պետք է որոշակի միջնորդավճարները ռիսկի պետք է իջացվի, դուք պետք է օգուտ տաք այս ժողովրդին, որովհետև դուք Հայաստանում աշխատում եք, ձեր գերշահույթները 11 անգամ մեծացել է, բայց ձեր լուման դրա մեջ զրոյականը ավելի ձեր բոլոր միջնորդավճարները բաները դուք անգամներով մեծացրել եք նախկինների հետ համեմատած մարդիկ չգրած են վարկերի տակ մարդիկ չգիտեն վարկերից ոնց կան ձեր հարստությունը ընդ որում ձեր փողը որ դուք աշխատում եք դուք դուրս եք հանելու Հայաստանից այսինքն այդ մարդկանց եկամուտը որ դուրս են հանում իրանք թքածելու են Նիկոլ Փաշինյանի կամ չգիտեմ իշխանության վրա իրանք բիրդան աղաներ են, իրանք մեծ հաշվով փողը աշխատել են, իրանց կյանքը իրանք կապում են, կներես, իրանց կյանքը իրանք կապում են դրսերի հետ, իրանք իրականում որևէ պարտավորվածություն ու կախվածություն չունեն Նիկոլից այս նոր միլիոնատերերը, որ ձևավորվել են Նիկոլի ժամանակ, չէ, դե հիմա մտածում եմ Նիկոլը կարող է գնալ այդքան խորքային գիտակցություն չուներ, որ ասենք բանա ինչ աղետի ա բերելու, չէ, եթե Նիկոլը մնա, այս մարդիկ չեն, այնտեղի ձայներ չեն տանի, չեն տանի վստահ եք։ Քաղաքագիտական մի հատ դաժան ինֆորմացիա ասեմ քեզ։ Իրականում հայրենիքի զգացում չեն ունենում շատ հարուստ մարդիկ եւ շատ աղքատ մարդիկ։ Շատ աղքատ մարդը եւ շատ հարուստ մարդը հայրենիքի զգացում իրանց մոտ բթացված է լինում։ Հասկանում ես ինչ նա։ Դա իրականությունն է։ Պարտավորվածություն կախվածություն չունեն իրենք Նիկոլից։ Ընդհանրապես հայրենիքի զգացումով ապրում է միջին շերտը։ Տեսեք, հիմա մենք ասենք հրապարակում Խաչատուր Սուքիասյանն է պարզա չէ որ լիքը կախվածություն եւ պարտավորվածություն ունի։ Իր հնարավորությունները ինքը եսիմ քարապատիկ հնարավորություն է, դե պարզա որ պիտի ամեն ինչ անի։ Այս մարդիկ նոր էս օլիգարխներն ու մեծահարուստները, որ մեր արտաքին պարտքի շնորհիվ sense հարստացել են եւ այս բերշը ունեն թե չունեն։ Նիկոլի առաջ պարտավորվածություն։ Հիմնականում չունեն, ասեմ ինչի, որովհետեւ այդ մարդկանց շահույթը իրանք ֆինանսական ոլորտի մեջ են եւ միջնորդական ոլորտի մեջ են, միջնորդական ծառայությունների ոլորտի մեջ են, իրանք բիրդան աղաներ են դարձել եւ իրանք փողը հիմնականում ոչ թե Հայաստանում ներդնում, այլ դրսում են ներդնում։ Ինչի են Հայաստանում չեն ներդնում շատ պարզ։ Եթե այս մարդիկ դուք ասեցիք 100 միլիոն եկամուտ ունեին բանկերը, հիմա 1 միլիարդ ու չգիտեմ ինչքան եկամուտ ունեն, հիմա իրենք կարող են ժամանակ 21-ին մտածել են, դե սա աղետ է, Նիկոլը խայտարակություն է, գնանք բան ունենք, բայց հիմա իրանց գրպանով չափեն, ասեն, բայց տեսեք, հիմա գրողի ծոցը երկիր ինչ անում, 1 միլիարդ ու ինչքան եկամուտ ունեն, գնանք ամեն ինչ անենք, թող Նիկոլը մնա։ Չէ, տես բան չկա։ Իրանց մոտ հիմա իրանց մտածողությունը տենց չի, Անգելա ջան։ Իրանց մտածողությունը սենց է, մենք ապակաղական շրջանակներ ենք, երկիրը առանձին աշխատում զարգանում, մենք առանձին ենք մեր համար։ Մենք իրանք իրականում աշխարհի քաղաքացիներ են։ Իրանք իրանց կյանքը ապրում են աշխարհով մեկ, այսինքն իրանք համարում են, որ աշխարհն է իրանց հայրենիքը։ Իրանք տներ են առնում Դուբայներում, հիմա Դուբայներից են դուրս գալիս։ Ճիշտ ասած, մի օրինակ եմ ուզում բերել, սովորաբար չգիտեմ նկատել եք թե չէ, դեսպանատների աշխատողները հիմնականում այդպես պոֆիկից այսպես ասեմ իրենց համար հայրենիք բան չկա որտեղ այդտեղ աշխատում են շփում այլ երկրների հետ եւ այլն, բայց ես վերջերս բացահայտեցի որ 3 տեղ լինելով հասկացա որ իրենց մեջ է խոճապ կա որ երկիրը չի լինելու նոր պատերազմա բերելու Նիկոլը այսինքն անգամ իրենց է հասել սա Ջան իրանք ասենց ասեմ տենց բարդ բաների մասին չեն մտածում չէ արտահայտվեցին իրանք շատ զարմացա որ նաեւ այնտեղ են գիտակցում որ Նիկոլը բերելու է 5-րդ պատերազմը
պատկերացրել դրա համար ասում եմ ձևի համար իրականում իրանք շատ քաղաքենի կյանքով են ապրում քաղաքենի արժեքային համակարգով են ապրում եւ իրանք թքացան այդ ամեն ինչի վրա իրանք շատ լավ մյուս շերտը 500,000 ընտրողներ թոշակառուներն են եւ շատեր ասում որ ամեն ինչ պիտի անի ընդդիմությունը որ բերեն իրենց հիմա տեսեք ընտրություններից առաջ այս կապիկությունն արեցի իբրև թե 10,000 բայց այս թանկացման ֆոնին դա սա հայտարարություն է այսինքն մեր թոշակառուները շարունակում են սովի մատնված մնալ որտեվ այն ինչ որ տալիս են էլեկտրաէներգիա գազ եւ այլն եւ դրա հետ մասին ապրել բառեզբուն իմաստով անհնար է ինչպես են իրենք իրենց պահելու տեսեք իշխանությունը իդեպ ասեմ ես օրինակ որ լսում եմ քեզ որ դու ասում ես որ ընդդիմությունը բաթ է աշխատում ես քո հետ համաձայն եմ պետք է մենք անկեղծ լինենք էլի մինչև վերջ տեսեք իշխանությունը շատ խելոք քայլեր անում 65+ մարդկանց համար փաստացի անվճար առողջապահական համակարգ ապահովում հա միջև ընտրություն էլ էս տող լավ իմանան ինչ անում չէ ինքը սա կարող է անի ասեմ ես որում մենք մեր ընկերներով մեր թիմով Մայր Հայաստանով Անդրանիկ Թևանյանի հետ մենք որ քննարկել ենք այս ուսումնասիրել ենք այս խնդիրը եւ մենք այս ծրագիրը ունենք որտեվ հաշվի ենք արել նաեւ վրացական փորձը եւ մենք այդ ծրագիրը ունենք բայց օփշի ընդհանուր առմամբ ընդդիմադիր տրամադրությունների մեջ այդ գիտակցությունը շատ ուժեղ զարգացած չի բայց զարգացած է իշխանության կողմից իշխանությունը շատ լավ հասկացել է այդ իրավիճակը 21 թվականին 65+-ը մոտավորապես 5 անգամ ավելի շատ ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին 5 անգամ տարբերությունը հասկանում եք ինչ նախնդիր է եւ դա այն պատճառով որ ընդդիմությունը չի հասկացել որ այդ շերտը պետք է աշխատի այս 2 ամիսը բավարար է որ ինչ որ աշխատել է շերտը շարունակում է սոցիալապես խայտարակ ծանր վիճակում մնալ սովի մատնված թոշակառուներ այդ հարցին պատասխանեմ սենց թող չզարմանաս բայց 2023 թվականի քաղաքապետ ընտրությունների ժամանակ մենք առաջին անգամ դրեցինք որ թոշակառուների թոշակները պետք է բարձրացնել գոնե մինիմալ սպառողական զամբյուղի չափ 82,000 դրամ եւ մենք այդ գիտակցությամբ տարանք եւ աշխատեց Ավինյանի թիվը տեսեք ինչքան է հավաքել ինչքան է Նիկոլ Փաշինյանը հավաքել էր 54% Ավինյանը հավաքել հիմա որ Քարոզ Արշավը սկսի եւ բաց ներկայացնենք որ հիմա տեսեք մենք սոցիալական այդ շերտի տեսեք մենք հիմա ծրագիր ունենք այդ ծրագիրը մենք պետք է հաստատենք եւ մենք պնդելու ենք որ դա հաստատվի առաջարկ Հայաստանի շրջանակներում որ դա ընդունվի այդ եթե ծրագիրը մենք հաստատենք եւ թվերով ապացուցենք որ մենք դա կյանք ենք կոչելու ապա թոշակառուների մեծ մասը 100%-ով կհասկանա թե ինչի մասին է խոսքը, որովհետև երբ որ այս մարդիկ ասում են, որ մենք սարքել ենք 46,000 մինիմալ թոշակը, որը շատ լավ բան է, ավելին կարող քեշբեքն էլ գումարված 20% ինքը 55,000 է գալիս, որը մի հատ հարց եմ ուզում տամ, էսի մենք էսի կարելի անել անցյալ տարի, նախանցյալ տարի, 3 տարի առաջ, այդ հնարավորությունը Հայաստանը ունեցել է բայց հիմա ինքը Փաշինյանը սպասեց, որ հիմա անի, որպեսզի ինքը նախընտրական արշավը օգտագործի։ Ինչպես նաև Երևան-Գյումրի ավտոճանապարհը, ինքը նոր է բացել, լավ ճանապարհ է բացել, ինքը սպասեց, ուրեմն Գյումրի ընտրություններից մի քանի օր առաջ Ազատան բանի ճանապարհը բացեց 20 կիլոմետրանոց, որպեսզի Գյումրի ընտրությունների ժամանակ շանս ունենա, բայց չստացվեց։ Հիմա էլ ամբողջ ճանապարհը փայլուն ճանապարհ է։ Բանն էլ վաղ շաբաթից առաջ է Փարաքյանից բանից ճանապարհներ անում, տեսակ չի ստացում։ Հիմա Երևան-Գյումրին գնան Փարաքյանը։ Հիմա Երևան-Գյումրին դարել է Համայնքապետին սպանել։ Հիմա Երևան-Գյումրին դարել է Սևանի տրասայի պես ճանապարհ։ Փայլուն ճանապարհ է։ Այդ ճանապարհը ինքը սպասեց, տարիներ շարունակ պահեց։ Ոսան իրանց դեպքում միշտ ապեք ասել փայլուն։ Այդ փայլուն ճանապարհները ջրի։ Չէ, ինքը փայլուն ճանապարհ է։ Հիմա կարամ ասել, չէ, ինքը որակով ճանապարհ է, ես ասեմ, ես ինքը որակով ճանապարհ է, կոնկրետ այդ ճանապարհը որակով է սարքած։ Բայց դա կապ չունի իր հետ իհարկե։ Ինքը հատուկ այդ ճանապարհը սարքած էր, ինքը պահել էր, կոնսերվացվել էր, սպասել էր, որ ընտրությունների ժամանակ բացի, որպեսզի մարդկանց զարմացնի։ Այդ չի կարող զարմացնել, որտեվ ջրի երեսը դուրս եկել է մնացած տեղերի ավերակ ասֆալտը Նիկոլի։ Որտեվ այս թատրոնը այնքան տեսանելի է, նույնիսկ զզվելի է։ Թատրոն չի դիրա ավիրած տեսեք, հիմա Բարոբոզյան այնքան վատ եք որպես ընդդիմություն աշխատում։ Փոխանակ իր ավիրած ասֆալտը բերե գրապարակ ասեք, կերեք էս ինչա, ասում եք ճանապարհը չգիտեմ ես ինչա։ Բայց իր ավիրած ասֆալտները ասեք, հիմա պարզա Երևանում խայտարակ վիճակ է։ Երևանում, եկեք գնանք մի հատ մի երկու շրջան գնանք իրար։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Ստեղ օրինակ ասենք Երևանի այդ ասֆալտի խնդիրը պարզ պետք է լուծել մի ձևով։ Այն ընկերությունը, որ դու պայմանագիր ես կնքում, որ ինքը պետք է ասֆալտը սարքի, կետս ավելացնում, թե այդ ասֆալտը քանդվի, դու քո հաշվին պետք է այդ բանը սարքես։ Ոչ մի ընկերություն ռիսկ չի անի այդ պարագայում
այդ ասֆալտի հաստությունը բարակ սարքում բերը խապմա սարքում ամեն օր բերում ավազը լցնում փոսի մեջ գնում։ Ես ասեմ ինչա կատարվում, ստեղ քանի որ այդ կետը չկա, այդ կետով չեն աշխատում այսօրվա իշխանությունը, բայց իրանց է շահավետ չի դա աշխատել, ինչու՞։ Որտեվ քանդվում է, հաջորդ անգամ էլի պայմանագիր են կնքում, փողը վերցնում են ու ինքը փաստացի ստացվում է փակ։ Ու դուք մտածում եք, որ ասեք Նիկոլը մի հատ չմոյա էսի ինչ անում, ստաց parza չէ, ստեղից փողերը հասնում իրա, որ ոչ մի բան չի անում։ Ասեք մի անգամ տեսա, որ թալանած ասֆալտը ավերա, երկրորդ անգամ տեսա թալանած ասֆալտի փողը, երրորդ անգամ ավերած, կասի էս ինչ է։ Բոլորի համար տեսանելի է, շատ դժվար չի։ Ինքը մասնակից է։ Շատ դժվար չի հասկանալու համար, որ հերիքա որ դու պայմանագրեր եք ընկես նենց որտեղ ասֆալտի փլուզման պատասխանատուն լինի կոնկրետ այն ընկերությունը, որ այդ ասֆալտը կառուցում է, միանգամից խնդրի կներեք, մի հատ է կողքը պիտի կետնի այդ քո թալանի համար դու պիտի դատվես։ Ոչ թե դու գնաս ասես ավիրես թալանես, հետո մի հատ եմ ասում, եթե այս կետը եղավ, ավտոմատ, եթե այս կետը եղավ, ավտոմատ ոչ մի ընկերություն շահագրված չունենա, որ բանը բարակ սարքի, որպեսզի իսկ քանի որ դա օբյեկտիվորեն այսօրվա իշխանությանն էլ շահավետ չէ, որտեղ ինքը փող չի աշխատի, ինքը մի անգամ կաշխատի, որ չի աշխատի արդեն։ Դրա համար իրանք ամեն տարի նոր պայմանագրեր կնքում են առանց այդ կետի, արդյունքում համ ընկերությունն է շահում, համ իշխանությունն է շահում եւ ով է տուժում միայն տուժում է միայն քաղաքացին։ Հիմա մենք մեր պարագայում մենք հստակ ձևակերպում ենք տալիս, որ երբ որ մեր պարագայում մենք այդ կետը հստակ դնելու ենք, որ ուրեմն ցանկացած պայմանագրի պարագայում պատասխանատվություն լինելու է այդ ընկերության վրա։ Դուք այդպես համարձակություն կունենաք հստակ դնելու, եթե ըստ սահմանադրությամբ դու եղել ես երկրի ղեկավար եւ դու պիտի երաշխավորեիր Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգություն եւ տարածքային ամբողջականություն, ճիշտ է։ Վերընկած էր, չէ՞ ինքը այնտեղ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության պիտի սահմանների անվտանգությունը պահել, չէ՞։ Արցախինն էլ հետ է, ճիշտ է։ Ահա։ Հիմա եթե ինքը, չգիտեմ, ծախել է, նվիրել է, պարտվել է, ինչ է արել, դեբիլ է եղել, թե ծախել է, ինչ է արել։ Այդտեղ մի հատ կետ նշելու եք, թե թռնելու եք դրա վրա։ Դու պետք է ով որ դա անի, պետք է պատասխան տա եւ այդ օրենքը ոչ թե մենակ այսօր պիտի գործի։ Դու շփոթ այդ կետը հիմա էլ կա։ Այդ կետը գործում է, այդ կետով այս մարդիկ արդեն այդ կետով այս մարդիկ պետք է բոլորը հանցագործներ են։ Բայց որպեսզի այդ կետը գործի, պետք է լինի քաղաքական ուժ, որ կյանքի կոչեր։ Չէ, դուք ասեք, որ այդ կետը լիներ, որտեղ դուք մենակ համերաշխության մասին եք խոսում։ Լավ եք անում խոսում եք, բա մյուսն էլ ասում է այդ համերաշխությունը Հայաստանի Հանրապետության տարածքների հաշվին եք անում, Արցախի տարածքների հաշվին, թե Եռաբլուրում պարկած զովասների հաշվին եք անում։ Հիմա դուք շփոթում եք երկու բան։ Ուրեմն այդ կետը հիմա կա։ Այդ կետը ասում է հետեւյալը, որ եթե մարդը խախտում է տարածքային ամբողջական, այդ ամբողջ աշխարհում այդ կետը կա։ Ամբողջ աշխարհում այդ մարդը դատվում է։ Հիմա այս եթե Հայաստանում էսի չի եղել, ում մեղադրեք։ Մեղադրեք այն շրջանակներին, ովքեր չեմ ուզում շատ երկար փակագծերը բաց։ Չէ, դուք որտեվ ասում եք մենք գալիս ենք համերաշխություն չեմ պատասխանում։ Ես ձեզ ասում, ես ոնց կարող եմ։ Դա տարբեր բան է։ Ես ուրիշ բան եմ ասում։ Ինչ է նշանակում համերաշխություն։ Տես, ես հիմա օրինակ բերեմ, որ դու հասկանաս համերաշխության մոմենտը։ Ուրեմն 90-ական թվականներին կար մեծ հակասություն Դաշնակցության եւ ՀՀՇ-ի միջեւ։ Հիշում եք այդ պատմությունը։ Իհարկե հիշում։ Հիմա տեսեք, այդ պատերազմի ժամանակ այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարությունը եւ Վազգեն Սարգսյանը որոշում կայացրեցին, որ այդ հակասությունը պատերազմում պետք է չլինի, որտեղ եթե պատերազմում հակասությունը մնաց, Հայաստանը կպարտվի։ Հիշում եք այդ պատմությունը։ Այսինքն եւ որոշում կայացրեց, որ բանը դաշնակցական թե ՀՀՇ-ական պատերազմի ժամանակ պետք է երկրորդական ստորադասվի այդ ամեն ինչը։ Համաձայն եք սրա հետ։ Հետո։ Ճիշտ է թե սխալ է դա։ Հիմա դա ճիշտ է թե սխալ է։ Հետո մի համակ։ Հիմա ասենք առաջ։ Այդտեղ դավաճանական ուժերի մասին չի խոսք, է։ Հիմա ասենք առաջ, լավ։ Հիմա ասենք առաջ։ Իրանին վերցնենք։ Իրանում Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ասացին, որ քանի որ այդ ժողովուրդը պարակված է, մի րոպե, քանի որ ասում եմ, մի րոպե, դառնում են միասնական։ Դուք որ ես ասեմ, էլի։ Իրանք հաշվարկեցին, քանի որ այս հասարակության մեջ կա պարակվածություն, մենք կարանք պատերազմը կոտրենք պետականությունը։ Եթե այդ բանը պարակվածությունը չլներ, իրանք այդ հաշվարկի մեջ չէին մտնի։ Իրանք խայծը կերել են մենակ այն ժամանակ, որ տեսել ցանկացած պարակտված հասարակություն, դիրախադառնում, ինչի Հայաստանը տուժվեց, երբ որ այս մարդիկ եկան սև ու սպիտակի բաժանեցին ժողովրդին։ Դուք էլ իմիջիալոց հենց պետք է լինում Հայկ Մարությանի գլուխն եք, որը փոխանակ ասեք, այս սրիկա, հենց առաջին տականքությունը դու ես արել։ Ջան, ես հիմա քեզ ասում եմ սկզբունքը, դու միանգամից ասում հետեւյալը, որ ժողովրդին, հասարակությանը, քաղաքական ասում եմ սև ու սպիտակ բերող սրիկայի հետ պատրաստ եք համագործակցության, չէ՞։ Սրիկա, Հայկ Մարության, սևը, այսինքն ինքը կեղտոտ բան արել Հայաստանի Հանրապետության պետության դեմ, պարակտող գործը այն տականքն արել է, սա էլ լինելը որոշակի հանրային հեղինակություն արել է։ Ես հիմա եկեք ինչ եմ ասում հետեւյալը, որ եթե
Այս բարձ մի հատ բանաձև եմ ասում, որ մենք հասկանալի լինի։ Կարող է պոպուլյար չի հիմա դա, բայց ես ասում եմ, եթե մենք հիմա ասենք, որ քանի որ դուք ծև սպիտակ եք արել, հիմա մենք գալու ենք, մենք էլ մեր սպիտակ ենք նորից, տեղել արդեն ասել ենք, դուք ասել եք, որ սպիտակը լավն է, սևը վատն է, հիմա մենք գալու ենք ասել ենք, որ սևն է լավ, սպիտակն է վատ։ Ճիշտ տվեց։ Չէ, եթե մենք հիմա այդ կոդով շարժվենք, ուրեմն մենք ոչինչ չենք կարող փոխենք, նույն երկիրը կցարկմնացնենք, անուն ազգանունը կփոխվի երկրի։ Դավաճան տականքները ուզում ես վրան գրի Հայաստանի Հանրապետություն ուզում ես գրի Միացյալ Նահանգներ բոլոր տեղերում պատժվում են։ Ընդ որում ձեր գոված Իրանի Իսլամական Հանրապետությունում դաժան կերպով են պատժվում։ Այնպես որ հիմա չեմ կարծում որ դա բանը դուք ասում եք պոպուլյար է, պոպուլյար չի կարող լինել, կարծում եմ որևէ ժամանակահատվածը որ դավաճանների խոսքը չի վերաբերվում դիվերսանտների մասին։ Այնտեղ հիմա պատժվում են դիվերսանտները։ Այնտեղ քաղաքական դիմախոսները չեն պատժվում։ Մեր մոտ ովքեր են։ Կան, ուրեմն եթե մենք հիմա մենք քաղաքական ընդդիմախոսին ինչ քաղաքական միացնենք դիվերսանտին, քաղաքական ընդդիմախոս։ Այսինքն ես ուրիշ բան եմ ասում։ Հայաստանի Հանրապետության տարածքները չկա, դրանք ընդդիմախոսներ են, դրանք հանցագործներ են։ Անժելա ջան, ես հիմա ես չեմ ուզում այդ վեճի մեջ խորացնեմ։ Ես ասում եմ հետեւյալը, մենք պետք է ընդդիմախոսին դիվերսանտից տարանջատենք։ Եթե մենք չտարանջատեցինք, մենք կհայտնվենք մի հատ այլ մի վիճակի մեջ, որտեղ 37 թիվ է եղել եւ 37 թիվից մենք 100% կարամ ասեմ, որ մենք հաջող տարբերակով դուրս չենք գա։ Ես sense մի բան կարամ ասեմ, ես ինքս գիտեմ դա ինչ է նշանակում։ Դա առաջի հետ քիչ շատ հրապուրիչ բան է, բայց բոլոր քաղաքագետները հասկանում են, որ ցանկացած ծայրահեղություն, եթե դու նույնիսկ եթե արդարության դրոշով ես գնում, ասենք, ի վերջո դա ավարտվում է դաժան հետևանքներով, որից մենակ հետագայում ես ու տեսնում եմ։ Հիմա ես հասկանում եմ, որ էմոցիոնալ վիճակը գիտեմ, բացարձակ էմոցիոնալ սարսափ գնահատում եմ Հայաստանի Հանրապետության տարածքները գոյություն չունեն, խոսքը չի վերաբերվում Արցախը տապալվել է, խոսքը չի վերաբերվում հանցագործներին, թալանչիներին, դրանց չի վերաբերվում։ Դրանց եք հանցագործություն կա, երկիր ծախելուց են կողմ հանցագործություն կա, Անժելա ջան, արի մենք սենց ասեմ քեզ, էլի, էդի ես չի աշխատել, ես գիտեմ դուք ոնց եք մոտենում, դա բացարձակ չի աշխատելու, այս գլխից ես ասեմ, որ չմտածեք, որ դա բան։ Ինչևէ լավ, ձեր գնահատականներով ասում եք, որ Նիկոլին հաղթել հնարավոր է։ Ոչ թե հնարավոր է, ասում եմ հետևյալը։ Ինչա՞ ես Նիկոլ Փաշինյանը, ինչա շարունակում ես իր շոուներն ու որովհետև ասեմ, ինչա այսպես իմիջիալոց նորություն ունենք երիտասարդներից 18 տարեկան։ Շատ լավ հարց եք տալիս, պատասխանեմ։ Մարիամ ունենք թե չունենք, Արփի։ Նորություն։ Այո։ Գրել եմ Տելեգրամում կար Միքայել Մինասյանի եղբայրից մեկ ազատարձակված, բայց մեղադրանք առաջադրվել ամեն դեպքում։ Տեսեք, հիմա ինչա կա։ Ինչա գնում այսպես ծայրահեղ քայլերի Նիկոլը։ Ես վստահ համոզված եմ, որ Փաշինյանն էլ ուսումնասիրություն է արել, տեսել է իր վարկանիշը անկում ապրել։ Ինքը որ մարդը որ անկում է ապրում, ինքը հավաքում է իր թիմին, ասում է ձեր պատճառով է որ ես անկում եմ ապրել, ձեր պատճառով է որ իմ վարկանիշը ընկել է, դուք եք մեղավոր, ես այս կգնամ ժողովրդի հետ կզրուցեմ եւ իմ վարկանիշը կվերականգնեմ։ Իդեպ ասեմ բոլոր ժամանակներում տենց է եղել։ 90-ականներին ասում են ՀՀՇ-ն վատնա որ Տեր-Պետրոս, այ ասեն տարանջատ, միշտ տարանջատել են, միշտ տենց է եղել։ Այն ժամանակ էլ ասել են, որ չգիտեմ, Կարեն Սերոբիչն լավն է, բայց այդ ՀՀՇ-կն լավը չի։ Ասենք, ոնց ասեմ, բանը այդ բոլոր այսօրվա ասենք ինչքան լիդեր որ տեսնում եք։ Բայց հիմա չեն ասում, հիմա ասում են Նիկոլն է լավատ, ԿՊ-ն է լավատ։ Չէ, հիմա լսեք ինչ եմ ասում։ Նույնիսկ չէ, նույնիսկ ԿՊ-ի էլեկտորատի մոտ։ Այնտեղ հիմնականում Փաշինյանի վարկանիշն է, ԿՊ-ն որպես այդպեսի գոյություն չունի։ Հիմա եթե հիմա Փաշինյանը հանես դուրս, ԿՊ-ն կարող է հավաքի 0.1% ձայն, ասենց ասեմ։ Որտեվ ԿՊ-ն քանի որ ուսապարկերից հավաքած մարդիկ են, դրանց մարդկանց չեն ճանաչում մարդկանց մեծ մասը։ Դուք պատկերացնում եք ուսապարկը ոնց կարա Հայաստանում վարկանիշ ունենա կամ որևէ տեղ վարկանիշ ունենա։ Դուք քանի օք եք ճանաչում։ Դուք հիմա այդ 71 падգամավորից քանի ազգանուն գիտեք, կարաք ինձ ասեք։ Պրոբլեմա, այո։ Չէ, քանի ճանաչ, քանի ազգանուն մաքսիմում։ Մաքսիմում 10, չէ։ Բայց դուք որ ակտիվ քաղաքացիությամբ ես զբաղվում 10, հիմա հասարակ շարքային նույն դեմք ունեն։ Ահա, հիմա շարքային քաղաքացին ձեր կարծիքով քանի падգամավոր գիտեք։ Ավելի քիչ բնական։ 1, մաքսիմում 2։ Համաձայն եք սրա։ Հիմա այդ մարդիկ ոնց կարան վարկանիշ ունենան ժողովրդի մոտ։ Հիմա քանի որ այդ մարդիկ չունեն վարկանիշ ժողովրդի մոտ, բնականաբար Փաշինյանը գալիս ասում է, «Քայ ձեր պատճառով դու մենք վարկանիշ չունենք, դուք հիմա մի կողմ քոնեք, ես մտնելու եմ, հեսա իմ վարկանիշը բարձրացնեմ»։ Նայեք, ինքը անդադ իրենով է լցնում լրահոսը։ Հայլուրն էլ իմիջիալություն չի դատի չեք տալիս Հայլուրին։ Ամեն օր ասում են 20-ից 30 րոպե նվիրված է իրեն։ Կոնկրետ հիմա քարոզ են անում մարդիկ։ Պետական Տեսեք, ես հիմա sense բան ասեմ։ Հիմա ինքը բան եմ առաջարկում ձեզ, քաղաքական ուժը կարող եք դատի տալ։ Տեսեք, ինքը հիմա ակտիվ փորձում է ասում sense ամենակարևորը որ ես լինեմ ուշադրության կենտրոնում։ Ինքը մի հատ բանա օրակարգա ձևավորում կապ չունի։ Այդ օրակարգի մասին որ խոսում են, իր այդ աղմուկի արդյունքում իր զանգվածը կրիստալիզացվում է։
Այսինքն ինչքան որ հիմա մենք խոսում ենք, հիմա որ մենք խոսում ենք իր մասին, մենք իր օգուտ ենք տալիս, ասենք քեզ։ Ես դա միշտ քեզ ասել եմ, դու չես ընդունում այդ բանը։ Ինչքան մենք իր օրակարգից դուրս բաների մասին խոսենք։ Դու գնացեք ձեր սիրելի լրատվամիջոցներին ասեք, 99% անդիմադիր կոչված լուսաբանում են իրեն։ Երկու բացառությամբ, այնպես որ այստեղ մի ասեք, այն ձեր ամենաճակատային անդիմադիր բոլորը իրան լուսաբանում են։ Իմ կողմից ինքը մերժված է։ Ոչ մեկի չեմ լուսաբանում։ Անժելա ջան, մի բան ասեմ, ես որ քեզ ասեցի նկատի չունեի կոնկրետ քեզ, դա ընդհանուր առմամբ վերաբերում է բոլոր անդիմադիր շրջանակներին։ Նկատի ուներ, դրա համար պատասխանեցի։ Չէ, պատասխանեցի։ նկատի ունեմ, որ մնացածները ինչ որ իմաստով դու ես առնչվում, որտեղ ստիպված ես առնչվում, բայց մնացած բոլորը այդ նարատիվի մեջ մտնում են, այսինքն ինքը օրակարգ է ձևավորում, այդ օրակարգի մեջ սաղ մտնում են, քննադատում են, ինձ թվում է թե գնացածի արդյունքում իր վարկանիշ անկում է ապրում, բայց ինքը դրա քայլով իր էլեկտորատը կրիստալիզացնում է, ինքը դա շահում է, ասեմ քեզ իմանաս, ինչքան էլ որ ինքը գնա եկեղեցու մեջ ինչ որ պայքարի բանալի եւ այլն, իր զանգվածը կրիստալիզ, հիմա իր զանգված էրոզիա է ենթարկվել։ Հիմա ինքը ուզում է այդ զանգվածը նորից վերականգնի։ Նպատակը որն է, որ ոնց վերականգնի, ինքը պետքա կոնֆլիկտային սիտուացիա ստեղծի, ասի որ այս sense պայքարում եմ չար բաների դեմ, որպեսզի իր զանգվածը նորից հետ գա, հասկանում ես, բայց անկախ ամեն ինչից ոնց է գնահատում այս ամեն ինչը։ Չէ, ինքը կրիստալիզացնում է, իր տեսակետից ճիշտ է անում։ Ես անկեղծ ասեմ, ես որպես տեխնոլոգիական տեսակետից անկեղծ ասում եմ, ինքը ճիշտ է անում իր տեսակետից։ Բայց ակնհայտ է մի բան, բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ այն 250,000-ը, որը արդեն ինքը հիասթափվել է Իրանից, ինքը այլևս իրան չի վերադառնալ։ Դա ակնհայտ է։ Իրան կարող չգնան ընտրության, կարող գնան ինչ-որ ուրիշին տան, բայց չի վերադառնալու։ Շատ լավ։ Եվ դրա համար եմ ասում, ինքը որևէ տարբերակ չունի վերարտադրվելու, ոչ մի տարբերակ չունի վերարտադրվելու։ Դա էլ չեմ հաշվում այդ ուրիշ բան, որ եթե պետական ապարատը տեսնի, որ իր դիրքերը թույլանում են, սովորաբար այդ ժամանակ տրոհում է առաջ գալիս։ Սովորաբար պետական ապարատի մի զանգված սկսում է փախնել տակից։ Էդի ես հələ հաշվի չեմ առնում։ Էդի որ հաշվի առնենք, իր տոկոսը արդեն ոչ թե կլինի 36% կամ 40-45%, այլ կարող է փլվի մինչև վերջ։ Դա տենց է փլվում համակարգերը։ Շատ լավ է, միավորումները շարունակվում են, նոր միավորում միանալ ուժեր եւ ձեզ եւ ուժեղ Հայաստանին հենց հիմա այսպես ինֆորմացիա գնաց, շատ լավ է, ուժեղ Հայաստան կուսակցությունը դաշինք կազմեց Հայաստանը ես եմ նախաձեռնության եւ նոր դարաշրջան կուսակցության հետ, կարծում եմ առաջիկայում ձեր ուժը այսինքն կլոր սեղաներ արեցին, կլոր սեղանում էլ հավաքվեց եւ առաջարկ Հայաստանի շրջանակներում արդեն բավականին շատ լավ է, թող երեք ուժերն էլ այդպես ես ասեմ հիմա ինքը օբյեկտիվորեն գնում է մոտարապես այն տրամբանցամբ, ինչ որ գնաց Գյումրիում։ Բայց ասեմ Գյումրիի մոդելը, որ ասում են, որ դա իսկապես դա եվրոպական մոդել է, եվրոպական երկրներում, պարլամենտական երկրներում կոնսոլիդացիա են անում։ Մեր հյուրը վաղուց եկել է, մենք այսպես շատ սպասեցինք եւ այստեղ ավանջուրան Նեթանյահու շարունակվում է աշխատի, թե ոչ, քիչ առաջ հայտարարել է, որ Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը 2 անգամ փորձել է սպանել Թրամփին եւ պատասխանատու է Աֆղանստանում հազարավոր զոհերի եւ ԱՄՆ դեսպանատների վրա հարձակումների համար։ Նեթանյահուն արդեն փրկունից է կախվում, ինքը ասում է Թրամփ, մի բան խնդրում եմ, էլի, մի բան արա, որ ես փրկեմ, եթե դու հիմա դուրս գաս պատրաստ, իսկ դատա այնտեղ, որտեղ ինքը վնաս տվեց Իսրայելին։ Իսրայելը ոչինչ չշահեց, բայց իր ժողովուրդը կորցրեց, այնտեղ ռմբակոծություններ եղան, մարդիկ վիրավորվեցին, մարդիկ հիվանդան, մարդիկ վախի մեջ մտան, ինչի հիմա շարունակվում է բան, բայց այն խնդիրը հակահարական բան ինչ որ ալիք աշխարհով։ Ավելին կարամ ասեմ, ինքը խոսք էր տեղ Իրանի ռեժիմը կփոխվի, ոչ մի բան չի փոխվել, ինքը սպանեց չափավոր գործիչներին եւ արդյունքում բազաները եկան առաջ, Քսիրի ղեկավարները եկան առաջ եւ ավելի վտանգավոր են Իսրայելը։ Հիմա լավ այդ մարդուն ինչ պետք է անի Իսրայելի ժողովուրդը։ Քո ասած պետք է նստի դատի, չէ՞։ Իմիջիալոց ես 1-2 հոգու որ իր հանրապետությունը լավ գիտեին, ինչեւ մի հատ բան ասեմ, ընդհանրապես աշխարհում կա ամեղության կանխաբարձության սկզբունք է։ Իսկ իրավական համակարգը, եթե դու աշխատացնում ես, ամենանորմալն է։ Ես կողմնակից եմ, որ իրավական համակարգը աշխատի բոլորի նկատմամբ, Հայաստանում, Իսրայելում, բոլոր տեղերում։ Եվ ես հիմա էլ եմ ասում, 97-ից հետո իրավական համակարգ պետք է աշխատի։ Ոչ իրավական համակարգ աշխատացնելը դա ոչ իրավական, իսկ ով է խոսում ոչ իրավական համակարգ։ Չգիտեմ, տենց ինչ է նշանակում։ Դա ոչ իրավական համակարգ աշխատացնելը, ես ասեմ, ես տեսել եմ։ Հանցանք են գործը, որ իրավական համակարգը լրիվ բավարար է, որ ես պատիժ իրավական համաշխարհից դուրս, տրամաբանական աշխարհ, իրավական համակարգից դուրս որևէ բան։ Ինչ վախեցած է, ոստիկանության գվարդիան զորք է կենտրոնացել քնչական վարչության մոտ, որ քիչ առաջ տեղափոխվել են երկօրյա եղբայրներ, այնտեղ հավաքված էր 30 մարդ, Դե ասում եմ, ես դրա համար եմ ասում, քանի որ այն ինֆորմացիան, որ ես հիմա ձեզ ասում եմ, ինքն էլ գիտի,
ինքը այդ իր մոտ իսկական խոճապ է հիմա, որտեվ 2 ամիս անց կարող է պատահի նենց ստացի, որ ասենք հունիսի 8-ին ինքը զանգարի, ասենք ուժային կառույցների ղեկավարները իրանք չվերցնեն հեռախոս։ Տու, շնորհակալություն։ Բա Նիկոլ, այդպես բաներ լա լինում։